Ինչու են խոչընդոտել Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան։ Մարտի 28-ին Ռուսաստանի Հայերի միության նախագահը 2.5 ժամ ստիպված է եղել անցկացնել Զվարթնոց օդանավակայանում։ Հետո առանց որևէ բացատրության նրան թույլ են տվել անցնել, ասելով բարի գալուստ Հայաստան։ Պատճառը նրա համար է, որ երևի ես բավականին շատ ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին եւ բարեգործական։ Երևի պատճառներից մեկն է, որ ինքը երևի մի խնձոր չի նվերել որոցե մեկին։ Աբրահամյանը ենթադրում է, գուցե Արցախում իրականացրած ու Հայաստանում իրականացվող ծրագրերն են, որ Փաշինյանի սրտով չեն, իսկ նման գործողություններով ցանկանում է վախեցնել երկրից դուրս ապրող հայերին։ Ինքը պետք է վախենա։ Ինքը ես ոչինչ չեմ արել, որ վախենամ, այն ինչ որ ես եմ արել, ես շուտ մի մասը ձեզ ասեցի, բայց ինքը վախենալու տեղ ունի, որտեվ եւ կոնստիտուցիա իր խախտման եւ ինչ որ այսօր կատարվում է։ Տեսեք իր ուշ մի ասած չի կատարվել։ Ասում էր Ղարաբաղը մերն է վերջ, ես բոլորս պետք է ամեն ինչ անենք որ Ղարաբաղին, բայց տեսեք ինչ եղավ։ Խիղճ հասկացողություն այսօր մեր վարչապետը չունի։ Աբրահամյանը կարծում է հայերը պետք է հայրենիքը վերդասեն բոլոր շահերից։ Միասնականության շնորհիվ միայն հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել ստեղծված իրավիճակից։ Սև սպիտակի բաժանում չպետք է լինի։ Ամերիկան ելույթնանոց $100,000 ես մրցանակ եմ բացելու, եթե իմանան ասեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները կոնկրետ ինչ են արել 3 հարցով. տնտեսական հարցով, անվտանգության հարցով եւ միասնականության։ Թող ասեն, հոգեբանական ինքը գենոցիդ է արել մեր ազգին, այ մինչեւ հիմա անում է։ Դե պատկերացնում եք, որ ես սիրում եմ Մարինիկը, որ ինքը չի սիրում, ինքը բոլորին իրանով է բանը, իրանով է չափում։ Ինքը չի սիրում այս մեր երկիրը։ Բաքվում պահող մեր հայրենակիցների հարցով Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի նախագահին։ Նաև ԱՄՆ սենատորների հետ հանդիպմանն է քննարկել գերիների հարցը։ Բոլորդ խոսում ենք, բոլորդ ասում եք, ինչ որ ես կարող եմ անել։ Եվ որ մենք չենք անում, մենք պետությունը, վարչապետը չի անում, եւ որ եղածն էլ ասում են մենք էս պետք է ստորագրի, որ բոլոր դատերը իրան դատի չտանք, մեզ վախացնելով դատի չտանք։ Ինքը այդպեսի թող պետք է ստորագրի։ Դա համարում եմ, չգիտեմ ինչ, դա արդեն վերջն է։ Ռուսաստանի Հայերի միության նախագահը Հայաստանում է միջազգային տնտեսական համաժողովի մասնակցելու նպատակով։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։